Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկած Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ շուտով քաղաքում կստեղծի ռազմական վարչակազմ և կնշանակի նոր քաղաքապետ։ Օդեսան արժանի է ավելի մեծ պաշտպանության և աջակցության։ Դրան կարելի է հասնել ռազմական վարչակազմի միջոցով։ Օդեսայում չափազանց շատ անվտանգության հարցեր երկար ժամանակ անպատասխան են մնացել։ Բոլոր արդյունավետ որոշումները կկայացվեն։ Ես մոտ ապագայում կնշանակեմ ռազմական վարչակազմի ղեկավարին, ասել է Ուկրաինայի առաջնորդը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սիրիայի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարան բանակցություններ կանցկացնել Մոսկվայում։ Սիրիայի նախագահն աշխատանքային այցով Ռուսաստան կժամանի հոկտեմբերի 15-ին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Կողմերը կքննարկեն Ռուսաստանի և Սիրիայի միջև հարաբերությունների ներկայիս զարգացումը, ինչպես նաև դրանց հեռանկարները։ Նրանք նախատեսում են քննարկել քաղաքական, առևտրային, տնտեսական և մարդասիրական հարցեր։ Նախագահները նաև կքննարկեն Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։ Եվրամիությունը քննարկում է չինական ընկերություններին տեխնոլոգիաների փոխանցման հարկադրանքը որպես միության շրջանակներում գործունեությունը շարունակելու պայման, հաղորդում է Bloomberg-ը։ Հղում անելով իր աղբյուրներին գործակալության տվյալներով այս քայլը կբարելավի եվրոպական արդյունաբերության մրցունակությունը։ Հրատարակության աղբյուրները պնդում են, որ միջոցառումները նախատեսվում է կիրառել չինական ընկերությունների նկատմամբ, որոնք ձգտում են մուտք գործել հիմնական թվային և արտադրական շուկաներ, ինչպիսիք են ավտոմոբիլային և մարդկոցների շուկաները։ Հրատարակության մեջ նշվում է, որ չինական ընկերություններից կարող է պահանջվել օգտագործել Եվրամիության ապրանքների կամ աշխատուժի որոշակի քանակություն, ինչպես նաև մեծացնել իրենց արտադրանքի ավելացված արժեքը Եվրամիությունում։ Կարող են նաև ստեղծվել Չինաստանի հետ համատեղ ձեռնարկություններ Եվրամիության արդյունաբերության մրցունակությունը բարձրացնելու համար։ Bloomberg-ը պնդում է, որ նոր կանոնները կարող են ուժի մեջ մտնել նոյեմբերին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Համասի կողմից Իսրայել վերադարձված բոլոր կենդանի մնացած պատանդների մասին և հայտարարել է Գազայի հատվածում խաղաղության գործընթացի երկրորդ փուլի մեկնարկի մասին, որը ներառում է զոհված պատանդների մարմինների վերադարձը։ Նա այս մասին գրել է Truth Social սոցիալական ցանցում։ Բոլոր 20 պատանդները վերադարձվել են և իրենց լավ են զգում։ Ծանր բեռը թեթևացվել է, բայց աշխատանքը դեռ չի ավարտվել։ Մահացածների մարմինները չեն վերադարձվել, ինչպես խոստացվել է։ Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա, հայտարարել է Թրամփը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Թրամփը հայտարարել էր, որ Եգիպտոսում բանակցություններից հետո Իսրայելը և Համասը համաձայնության են եկել իր առաջարկած խաղաղության ծրագրի առաջին փուլի շուրջ։ 2 օր անց հրադադարը ուժի մեջ մտավ։ Իսրայելը իր զորքերը դուրս բերեց Գազայի բուֆերային գոտի և պաղեստինցիները սկսեցին վերադառնալ տուն։ Տասնյակ գույնզգույն փուչիկներ կրկին ճախրում էին Երևանի երկնքում, որտեղ հոկտեմբերի 10-ից 15-ը անցկացվում է «Բացահայտ իր Հայաստանը» երկնքից օդագնացության 7-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնը, որը համընկնում է Երևանի 2807-ամյակի հետ, հստակ ցույց է տալիս, թե ինչպես են մշակութային և զբոսաշրջային նախագծերը ամուր հիմք ստեղծում միջազգային համագործակցության համար։ Եվ այն փաստը, որ Հայաստանի երկնքում ամենատպավորիչ միջոցառմանը արդեն մի քանի տարի մասնակցում է նաև Ռուսաստանը, լավագույն ապացույցն է այն բանի, թե որքան խորապես փոխկապակցված են մեր ժողովուրդները, մշակույթները և ձգտումները։ Այս տարվա փառատոնին մասնակցել է 9 երկրից մոտ 20 թիմ, սակայն ամենամեծ պատվիրակությունը կազմել են ռուս օդապարիկների օդաչուները։ Ռուս օդաչու Ալեքսանդր Ֆեդորովը, ով մասնակցել է նախորդ փառատոնների, կիսվել է տպավորություններով։ Ես կարծում եմ, որ նման փառատոնները բացարձակապես անհրաժեշտ են, քանի որ դուք ճանաչում եք երկիրը, նոր ընկերներ եք ձեռք բերում և կապվում նրանց հետ։ Այժմ շատ բացասական տրամադրություն կա, բայց սա զվարճալի և գունագեղ տոնակատարություն է, որը ուրախ ոգի է տարածում բոլորի մեջ, նշել է ռուս օդաչուն։ Թռիչքների երթուղիները մտածված էին, որպեսզի ցույց տան հին հայկական հողի ողջ գեղեցկությունը, և ռուսական անձնակազմերը առաջիններից էին, ովքեր գնահատեցին եզակի համայնապատկերները թռչնի թռիչքի բարձրությունից։ Մեկնարկելով Երևանի բնորանի Ծերեբունի ամրոցից, նրանք ճախրում էին Գառնիի առաջին դարի հեթանոսական տաճարի վրայով, հիանում ապարանի ջրամբարի մակերևույթով և փառատոնն ավարտում Հանրապետության հրապարակում։
Ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն Քահանա Առաքելյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին տարել են քննչական բաժին։ Այս մասին Եվրամեդիա 24-ին հայտնել է Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանը։ Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է։ Այս պահին խուզարկություններ են իրականացվում Արագածոտնի թեմում։ Նախկինը հաղթանակն է, իսկ ներկան տեսնում ենք որն է։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա անդրադարձել է այս իշխանության վարած քաղաքականությանը։ Մի բան ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վրա շատ մեծ է արևմուտքի ազդեցությունը, եւ դա նոր չէ, որ ես դրա մասին ասել եմ։ Ես դրա մասին ասել եմ դեռևս 18 թվականի սեպտեմբերին, երբ որ Ազգային ժողովի փոխնախագահ է դեռ ընդդիմադիր արդեն, երբ որ հավաքական արևմուտքի ներկայացուցիչ Միացյալ Նահանգների նախագահի արտաքին անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլտոնը Երևանում հայտարարեց, որ Հայաստանը պետք է հրաժարվի եւ հայ ժողովուրդը պետք է հրաժարվեն իրենց ազգային ու պատմական գաղափարներից, դա փաստացի հանձնարարական էր Փաշինյանի իշխանությանը եւ մենք տեսանք, որ տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը եւ Արցախից հրաժարվեց, եւ Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվեց, եւ ավանդական արժեքների քավոդից հրաժարվեց, եւ հայոց պատմությունից, եւ հայ եկեղեցու պատմությունից, հիմա էլ նաեւ արշավ է սկսել հայ առաքելական եկեղեցու հովվապետի դեմ։ Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն անդրադարձել է առաջիկայում Հայաստանում նախատեսվող ընտրությունների հեռանկարին։ Նրա կարծիքով այդ համատեքստում Ռուսաստանին, Թուրքիային եւ Ադրբեջանին ձեռնտու է Հայաստանի ներկայիս իշխանությունը։ Տեսնում եմ դավադրություն, որը կայանում է մի բեմադրության մեջ, որը հիմա պատրաստվում է։ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան հասել են մի համաձայնության, որ նրանց Հայաստանի ներկայիս իշխանությունը վերին աստիճանի ձեռնտու է, որովհետև կոտրված է, թույլ է, թուլամորթ է եւ զիջում է ամեն ինչ Ռուսաստանին, Ադրբեջանին եւ Թուրքիային։ Մենք դա տեսնում ենք, ես պետք չէ որ դա ապացուցեմ, լավ։ Ուրեմն եթե այդպես է, ինչ է բեմադրում Ռուսաստանը։ Իրանք բեմադրելու են, որ կա երկրորդ ուժը, որի հետ Փաշինյանը կյանքի եւ մահվան կռիվ է անելու։ Եվ դա պայմանական պրոռուսական կուսակցություններ են։ Հիմա անուններ չտան, որ ոչ ոքի չնեղացնեմ նրանց ու մոռացել են։ Եվ բեմադրվելու է այս պայքարը, բայց Ռուսաստանն արդեն որոշել է։ Դա Կիրիենկոյի պլանն է, որի մասին ես ամիսներ առաջ խոսել եմ, եւ վերջերս մենք միայն ապացույցներ ենք ստանում, որ դա այդպես է։ Ռուսական կուսակցությունները կամ կուսակցությունը պետք է լինի երկրորդ, միգուցե երկրորդ եւ երրորդը, որպեսզի խորհրդարանը մնա այսպիսին՝ Փաշինյան եւ երկու պրոռուսական ուժեր։ Պարզապես ոչ թե Սերժ Սարգսյանի ու Քոչարյանը, այլ միգուցե անունները կփոխվեն, բայց շահերը կմնան նույնը։ Ռուսաստանն է դրա հետևից կանգնած։ Ռուսաստանը պահպանում է Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսության պատրաստակամությունը։ Սրա մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Սրա մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ռուսական կողմը պահպանում է իր բաց լինելը եւ խաղաղ երկխոսության հարցում պատրաստակամությունը։ Լրագրողներին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը։ ՆԱՏՕ-ն քննարկում է կանոններ սահմանելու հնարավորությունը, որոնք կարող են պարզեցնել ռուսական կործանիչների խոցման խնդիրը։ Այս որոշման մասին հայտնում է Տելեգրաֆ թերթը։ Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ցանկանում են, որ ռուսական ինքնաթիռները, որոնք դաշնակիցների օդային տարածքով հրթիռներ են տանում ցամաքային թիրախներին հարվածելու համար, լինեն հնարավորինս թիրախավորված, նշված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հնարավոր սպառնալիքի որոշման հիմնական գործոնները կլինեն ինքնաթիռի սպառազինությունն ու հետագիծը։ Ամերիկյան կառավարությունը չեղյալ է հայտարարել Մեքսիկայի առնվազն 50 քաղաքական գործիչների եւ պաշտոնյաների վիզաները թմրակարտելների եւ նրանց հավանական քաղաքական դաշնակիցների դեմ արշավի շրջանակներում։ Սրա մասին հայտնում է Reuters-ը։ ԱՄՆ 3 նախկին դեսպանների խոսքով նախորդ վարչակազմերը նույնպես չեղարկել են վիզաները, բայց ոչ այդ մասշտաբով։ Նրանց կարծիքով դա վկայում է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի քաղաքական նպատակներին հասնելու համար դիվանագիտական գործիքներն օգտագործելու պատրաստակամության մասին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կլինի Գազայի հատվածում հրադադարի գլխավոր դիտորդը։ Մենք հույս ունենք, որ այս պահին Գազայում մարտական գործողությունները դադարեցվել են։ Պարոն Թրամփի հայտարարությունն այդ առնչությամբ չափազանց կարևոր է։
Թրամփը լինելու է գլխավոր դիտորդն այս հարցում։ Նա անձամբ է հայտարարել այդ մասին մեծ այդ հանդիպումների ժամանակ, իսկ երբ մենք ոտքի վրա ենք շփվում, նա առաջարկեց պահպանել հեռախոսային կապերը եւ չարհամարել հեռախոսային դիվանագիտությունը։ Մենք կշարունակենք մեր բանակցությունները բոլոր մակարդակներով։ Այս դիվանագիտությունը, որը մենք հաստատել ենք պարոն Թրամփի հետ, չափազանց կարևոր է։ Մենք հույս ունենք շարունակել այն եւ կանենք ամեն անհրաժեշտը խաղաղության մթնոլորտ հաստատելու համար։ Եգիպտոսում հավաքված բոլոր երկրները կդառնան այդ խաղաղության մթնոլորտի երաշխավորները, հայտարարել է Թուրքիայի առաջնորդը։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի թագուհի Մաթիլդային։ Նախագահը ողջունել է թագուհու այցելությունը Հայաստան եւ բարձր գնահատել ձերմեծության առաջնորդությունը որպես ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան։ Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել ձեզ։ Ձեր այցելության նպատակը ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպանությունը անշուշտ մեծապես օգտակար կլինի Հայաստանի Հանրապետության համար, որպեսզի մենք կարողանանք լիարժեք կատարել 2030 թվականի համար ստանձնած պարտականությունները։ Մենք բարձր ենք գնահատում ձեր առաջնորդությունն այս ոլորտում եւ այն, որ զբաղվում եք մարդկությանը հուզող այսպիսի կարևոր հարցերով, ասել է նախագահը։ Բելգիայի թագուհի Մաթիլդան զբոսնել է նաեւ Երևանի փողոցներով։ Տեխնոլոգիաները եղել են կան ու շարունակելու են մնալ մարդու կյանքը լավացնելու միջոց։ Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մենք հիմա ասում ենք, որ տեխնոլոգիաները բերում են մարտահրավերներ ու սպառնալիքներ, բայց այս երևույթը նորություն չէ։ Բոլոր տեխնոլոգիաներն իրենց հետ բերել են սպառնալիքներ ու մարտահրավերներ։ Այսօրվա տեխնոլոգիաների մասին շատ է ասվում, որ կարող ենք մարդուն կախվածության մեջ գցել։ Դա ճիշտ է, բայց սա առաջին տեխնոլոգիան չէ, որ մարդուն կարող է կախվածության մեջ գցել։ Ես ուզում եմ բերել դեղագործության օրինակը, որը ժամանակին, երբ ստեղծվում էր, իր հետ բերեց այլ մարտահրավերներ ու դրանք մինչ օրս ծավալվում են ամբողջ թափով, բայց որևէ մեկի մտքով չի անցնում անջատիչն անջատել ու դեղագործական տեխնոլոգիաները զրոյացնել, նշել է նա։ Փաշինյանը 100%-անոց ճշմարտություն է համարել, որ արհեստական բանականությունը կանխորոշում է Հայաստանի ապագան, բայց ուզում եմ դերացնել այդ նախադասությունը նույնքան ճշմարիտ այսօր հնչում է աշխարհի բոլոր երկրներում, ասել է Փաշինյանը։ Արդեն 2 տարի է մենք բավական շատ գործ ենք անում գերիների վերադարձի հետ կապված, որպեսզի թե այլ երկրների ղեկավարներ, թե այստեղի կառավարությունը ուշադրության կենտրոնում պահեն գերիների հարցը, հույս ունեմ, որ կհաջողենք։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ամերիկահայի բարերար Նուբար Աֆեյանը։ Ես լուծում այս հարցին չեմ կարող առաջարկել, բայց թեման շատ կարևոր է ու տարբեր երկրների հետ էլ այս թեման քննարկման առարկա է դառնում։ Հույս ունեմ, որ խաղաղության արդյունքում եւ խաղաղություն կլինի եւ արդարություն։ Հարցին թե հավատում է խաղաղության օրակարգին, Աֆեյանը ասել է, որ խաղաղությունը բոլոր տեսակետներից էլ կարևոր է։ Լեհաստանն այլևս Ուկրաինայից փախստականներ ընդունելու հնարավորություն չունի, այս մասին RMFM-ի եթերում հայտարարել է Լեհաստանի առաջնորդի միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Մարչին Փշիդաչը։ Պաշտոնյայի խոսքով այժմ իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն երկիր արդեն ժամանած Ուկրաինայի քաղաքացիների հարմարեցմանը։ Նախ պետք է սկսել նրանց ինկուլտուրացիայի գործընթացը, դա արդեն արվում է կրթության միջոցով, սակայն չի կարելի թույլ տալ այնպիսի իրավիճակ, որտեղ ստեղծվեն ինչ-որ առանձին շրջաններ, նշել է բյուրոյի ղեկավարը։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին ուշադրություն չդարձնել Նոբելյան կոմիտեի իրեն 2025 թվականի խաղաղության մրցանակը չշնորհելու որոշմանը։ Հայտում է Բելտա լրատվական գործակալությունը։ Խորհուրդ եմ տալիս Դոնալդ Թրամփին շատ չտխրել, որ չի արժանացել խաղաղության Նոբելյան մրցանակի, հայտարարել է Լուկաշենկոն, պնդելով, որ եթե ինքը Նոբելյան դափնեկիր դառնար, ապա կհրաժարվեր մրցանակից։ Բելարուսի նախագահի խոսքով խաղաղության մրցանակը կորցրել է իր հեղինակությունը, քանի որ դրա դափնեկիրները հաճախ որևէ կապ չունեն իրական հակամարտությունների լուծման հետ։ Նա որպես օրինակ բերել է քաղաքական գործիչների, որոնք իր խոսքերով ոչինչ չեն արել խաղաղությունն ամրապնդելու համար, այլ փոխարենը նպաստել են եւ մղում են Բելարուսին այսպես կոչված պատերազմին։ Ես երբեմն մտածում եմ, որ եթե ձեզանից կամ ինձանից որևէ մեկին առաջարկեին այս մրցանակը, ես անպայման կհրաժարվեի դրանից, նշել է նա։ Ֆրանսիան դեմ է Եվրամիությունում Ռուսաստանի ակտիվների բռնագրավմանը, այս մասին Վեդոմստին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա դե Ռիվիերը։
Եվս մեկ անգամ ընդգծեմ, Ֆրանսիայի դիրքորոշումը շատ պարզ է, խոսքը մեզ չպատկանող միջոցների բռնագանձման մասին է, ինչը մեզ հարիր չէ, չափազանց կարևոր է, որ բոլորը պահպանեն օրենքը, ասել է դիվանագետը։ Նրա խոսքով միակ բանը, որ արվել է վերջին տարիներին, այն գումարի օգտագործումն է, որը վաստակում են ակտիվներով Ուկրաինային օգնելու համար։ Եվրամիությունը կշարունակի ճնշում գործադրել Իսրայելի վրա Գազայի հատվածում նրա բոլոր պարտավորությունները կատարելու համար։ Այս մասին հայտնել է Պոլիտիկո պարբերականը, վկայակոչելով եվրոպական համայնքի պաշտոնյաներին։ Նրանց խոսքով Գազայում ավերածությունները եւ ավելի քան 60,000 մարդու մահը պահանջում են պատասխանատու եւ արդար մոտեցում, ինչպես նաեւ ոլորտի վերականգնման ծրագրի պատշաճ ֆինանսավորում։ Մեր ճնշումը նախկինի պես կարևոր է։ Իսրայելը պետք է կատարի իր պարտավորությունները, հայտարարել է եվրոպական պաշտոնյաներից մեկը։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, Բրյուսելը մտափոխվել է դադարեցնել Իսրայելի հետ ասոցիացիան համաձայնագիրը, հաշվի առնելով Գազայի հատվածում հակամարտության կարգավորման մասին համաձայնագիրը։ Գազայում զինված հակամարտության ողջ ընթացքում Եվրոպական հանձնաժողովը չի կարողացել հասնել Եվրամիության անդամ բոլոր երկրների աջակցությանը այդ համաձայնագրի մասնակից առեցման ծրագրին Իսրայելի վրա դիվանագիտական ճնշում գործադրելու նպատակով։ Այդ պատճառով փաստաթղթի մի շարք առևտրային դրույթների գործողության կասեցման գործընթացը չի հասցրել սկսվել։ Գերմանիայի նախկին արտգործնախարար Անալենա Բերբոկի եւ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կողմից Գազայի հակամարտության հարցում վարվող արտաքին քաղաքականությունը հանգեցրել է Բեռլինի ազդեցության կորստի միջազգային ասպարեզում, գրում է Berliner Zeitung պարբերականը։ Գերմանիան կորցրել է իր ազդեցությունը ոչ միայն արաբական աշխարհում, այլև ամբողջ գլոբալ հարավում։ Արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը, կանցլեր Օլաֆ Շոլցը, իսկ այժմ նաև Մերցը վատնել են այս վստահությունը, նշվում է հոդվածում։ Հատկապես ուշադրություն է հրավիրվում Մերցի պասիվ դերի վրա վերջին գագաթնաժողովում, որտեղ նա ակտիվորեն չի մասնակցել քննարկումներին կամ մամուլի ասուլիսներ չի անցկացրել։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հոկտեմբերի 13-ին ստորագրել է հրաման Արթուր Ռազմիկի Եսայանին 2025 թվականի հոկտեմբերի 15-ից նշանակել Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խորհրդական։ Այս մասին տեղեկանում ենք հակակոռուպցիոն կոմիտեից։ Հրամանը ստորագրվել է հիմք ընդունելով Արթուր Եսայանի 2025 թվականի հոկտեմբերի 9-ի դիմումը։ Հրամայվել է Արթուր Եսայանի պաշտոնային դրույքաչափը սահմանել պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքին համապատասխան։ Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել ըստ որի Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին 2025 թվականի հոկտեմբերի 14-ից 17-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն, Սանկտ Պետերբուրգ, ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 32-րդ նիստին մասնակցելու նպատակով։ Էդուարդ Հակոբյանի Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների հաշվին։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահին գործուղումից վերադառնալուց հետո երրորդյա ժամկետում ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի համապատասխան որոշման։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի պատվիրակության կազմում Շարմ էլ-Շեյխում մասնակցել է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Նա ներկա է գտնվել Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Միջոցառման շրջանակներում նախարարը շփումներ է ունեցել մի շարք երկրների, այդ թվում Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եւ այլ պաշտոնյաների հետ։ Վարչապետ Սեբաստիան Լկորնյոյի կառավարությունը նախատեսում է ջանքեր գործադրել Ֆրանսիայի բյուջետային դեֆիցիտի դեմ պայքարի շրջանակներում 31 միլիարդ եվրո խնայելու համար, հաղորդում է Տրիբունը։ Ավելի վաղ Լկորնյուն հայտարարել էր, որ Ֆրանսիայի 2026 թվականի բյուջեի նախագիծը երեքշաբթի օրը կներկայացվի նախարարների խորհրդին։ Նախագծով առաջարկվում է գանձապետարանի դեֆիցիտը կրճատել մինչև ՀՆԱ-ի 4.7%-ը եւ պարունակում է համարձակ տնտեսական միջոցառումներ։ Մեր տվյալներով հաջորդ տարվա վերջին 4.7% մակարդակին հասնելու համար
Կառավարությունը մտադիր է խնայել 31 միլիարդ եվրո, այդ թվում 17 միլիարդ եվրո ծախսերի եւ գրեթե 14 միլիարդ եվրո նոր եկամուտների տեսքով, նշում է Տրիբունը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Իրանի հետ խաղաղության եւ երկխոսության ցանկության մասին հակասում են Վաշինգտոնի թշնամական գործողություններին Թեհրանի նկատմամբ, կարծում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։ Մեկ օր առաջ Թրամփը ելույթ ունենալով Իսրայելի Կնեսեթում ասել էր, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ցանկանում են խաղաղ ապրել Իրանի հետ եւ որևէ թշնամանք չեն տածում նրա ժողովրդի նկատմամբ։ Արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ ԱՄՆ նախագահի կողմից խաղաղության եւ երկխոսության ցանկության արտահայտությունը հակասում է Միացյալ Նահանգների կողմից Իրանի ժողովրդի դեմ ձեռնարկված թշնամական եւ հանցավոր գործողություններին, ասում է Իրանի արտաքին գործերի նախարարության Telegram ալիքում տեղադրված հայտարարության մեջ։ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է Time ամսագիրը իր լուսանկարը շապիկին հրապարակելու համար։ Time ամսագիրը բավականին լավ հոդված գրեց իմ մասին, բայց լուսանկարը, որը ընտրվել էր, հնարավոր է ամենավատն էր։ Նրանք ջնջել են իմ մազերը, ապա գլխից դրել ինչ-որ բան, որը նման էր լողացող թագի, բայց շատ փոքր էր։ Շատ տարօրինակ է, այս լուսանկարը բացարձակապես սարսափելի է եւ պետք է խստորեն քննադատվի։ Ինչ են նրանք անում եւ ինչու, հայտնել է նախագահ Թրամփը։ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը երախտագիտություն է հայտնել Դոնալդ Թրամփի ղեկավարած ԱՄՆ վարչակազմին Գազայի հատվածում հրադադարի համար եւ հույս հայտնել Մերձավոր Արևելքում խաղաղ ապագայի համար։ Այժմ Միացյալ Նահանգների եւ աշխարհի աջակցությամբ Մերձավոր Արևելքը գտնվում է խաղաղության ճանապարհին, որը հուսով եմ երկարատև կլինի եւ խաղաղության, արժանապատվության ու անվտանգության ապագայի ճանապարհին ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների համար։ Ես շնորհակալություն եմ հայտնում նախագահ Թրամփին եւ նրա թիմին իրենց աշխատանքի համար, հայտնել է ԱՄՆ նախկին նախագահը։ Նա նաև նշել է իր վարչակազմի ջանքերը պատերազմը դադարեցնելու, իսրայելցի պատաններին գերությունից վերադարձնելու եւ պաղեստինցի քաղաքացիական անձանց օգնություն տրամադրելու ուղղությամբ։ Նախկին նախագահը ընդգծել է, որ համաձայնության հասնելու ճանապարհը հեշտ չէր։ Բայդենը հայտնել է, որ թեթևացած է հրադադարի, անհավանական դժոխքի միջով անցած իսրայելցիների եւ անհարմար կորուստներ կրած Գազայի քաղաքացիական բնակչության տուն վերադառնալու լուրից։ Բելգիայի թագուհի Մաթիլդան աշխատակային այցով Հայաստանում է որպես ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան։ Այս հարցը հնարավորություն կընձեռնի ընդգծել կայուն զարգացման 2030 օրակարգի կարևորությունը եւ ուղիղ երկխոսություն հաստատելու հայ հասարակության բազմաթիվ դերակատարների հետ, որոնք ներգրաված են նորարարության, սոցիալական ներառման, առողջապահության, կրթության եւ շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում։ Թագուհին այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ուսանողների հետ, կքննարկի կայուն զարգացման ուղղությամբ գործնական նախաձեռնությունների վերաբերյալ նրանց տեսլականը։ Նախատեսված է այց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Թագուհու ծրագրի առանցքային կետերից կլինեն բնապահպանական հարցերը, որոնց շրջանակում նա կայցելի Գեղարքունիքի մարզ Սևանա լճի տարածք, ինչը կարևորվում է հատկապես 2026 թվականին կենսաբազմազանության COP17 համաժողովը հյուրընկալելու Հայաստանի պատրաստակամության համատեքստում։ Թագուհին կծանոթանա Forest Armenia-ի կողմից իրականացվող անտառապատման նախագծին, որը միտված է կանխել անապատացման վտանգը եւ մեղմել կլիմայի փոփոխության բացասական հետևանքները։ Նախատեսված է նաեւ այց մանկապարտեզ, որը մասնագիտացված է հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների աջակցման գործում։ Թագուհին Հայաստանում կքննարկի նաեւ փախստականների տնտեսական եւ սոցիալական ներառման հետ կապված հարցեր։ Թագուհին կունենա բարձր մակարդակի հանդիպումներ Հայաստանի իշխանությունների հետ, քննարկելու երկրի առաջնահերթությունները, կայուն զարգացման նպատակների իրագործման եւ 2030 թվականի տեսլականի շրջանակներում առկա մարտահրավերների վերաբերյալ ավելի վաղ հայտնել էր Բելգիայի թագավորական պալատի մամուլի ծառայությունը։ Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը որոշում է կայացրել դուրս գալ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Այս մասին նա հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշել է. հոկտեմբերի 3-ին որոշում եմ կայացրել դուրս գալ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Վերջին ամիսներին առավել քան երբևէ զգացել եմ Շենգավիթի բնակիչների անկեղծ աջակցությունն ու հավատը։ Դա ամենամեծ գնահատականն է, որը կարող է ստանալ յուրաքանչյուր պատասխանատու մարդ։
Պարտությունը լինել համայնքի մի մաս, որտեղ վստահությունը ձևավորվում է գործով, իսկ միասնությունը փոխադարձարգանքով, ասված է հայտարարության մեջ։ Նշենք, որ դեռևս այս տարվա մայիսին Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ էին ձերբակալվել կաշառք ստանալու եւ կաշառք տալու մեղադրանքներով։ Ավելի ուշ ձերբակալվել ապակալանավորվել էր նաեւ Ռազմիկ Մկրտչյանը, այնուհետև նրա կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։ Քիչ առաջ հայտնի դարձավ նաև, որ ԿՊ-ի Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելու եւ նրա ազատությունը սահմանափակելու համար մեղադրվող տնային կալանքի տակ գտնվող Շենգավիթի վարչական նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի խափանման միջոցը դատարանն այսօր փոխել է, կիրառելով վարչական հսկողություն համակցված բացակայելու արգելքով։ Մեղմացվել է նաև գործով անցնող կնոջ Տաթևիկի խափանման միջոցը, կիրառվել է ավելի մեղմ միջոց։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ ԵԱՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի դեմ արտեմ հանդիպումը։ Երկու երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ մամուլի ասուլիսին անդրադարձել են մի շարք հարցերի։ Արարատ Միրզոյանը Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին խոսելիս հույս է հայտնել, որ նրանք ազատ կարձակվեն։ Հաստատված խաղաղության պայմաններում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի շրջանակներում էական մի քանի հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունների պայմաններում այդուհանդերձ մնում են որոշ հարցեր, որոնք դեռ լուծման կարիք են զգում եւ հավելյալ ջանքերի կարիք են զգում, լուծված չեն ըստ այս պահի դրությամբ, եւ հենց դրանցից մեկը կամ առաջինը Բաքվում պահվող պատանդարված անձանց գերիների ուրեմն ազատ արձակման հարցն է։ Մենք ամենօրյա մեր աշխատանքն ենք իրականացնում այս ուղղությամբ, ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված եւ դուրս եկած կլներ օրակարգից, բայց մենք իրականացնում ենք այդ աշխատանքը։ Նա ընդգծել է հույս ունի, որ առաջիկայում այս առումով լավ նորություններ կլինեն։ Նա նշել է, որ չեն դադարեցնում իրենց ջանքերը եւ բառացիորեն 3 Շարմ-էլ-Շեյխում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում ադրբեջանցի գործընկերների հետ կրկին քննարկել են այս հարցը, հույս ունենալով, որ այդ ջանքերը դրական արդյունքով կպսակվեն առաջիկայում։ Ինչ վերաբերում է սահմանադրության հարցին, ապա Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանը սահմանադրությունը փոխելու պարտավորություն չի ստանձնել եւ չի ստանձնելու։ Ինչպես եւ նախկինում, այնպես էլ հիմա այդպիսի հարց որպես փոխհամաձայնեցված օրակարգի հարց գոյություն չունի մեր քննարկումներում եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության եւ կամ նոր սահմանադրության ընդունելու հարցը բացառապես ներքաղաքական օրակարգի եւ մեր ժողովրդի որոշելիքի հարցն է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսվել է իր խորհրդով, թե ինչպես պետք է բարեկեցիկ ապրել։ Նա դրան հասնելու 3 կարևոր կետ է նշել։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Իռլանդիայի դեմ խաղիչ համար։ Նշենք, որ Իռլանդիա-Հայաստան մրցավեճը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։ Մերձավոր Արևելքում պատերազմները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի ստեղծվել Պաղեստին պետությունը։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Իսրայելցի պատանդների եւ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումն իհարկե լավ գործ է, բայց դա ոչինչ չի լուծի, մինչև չստեղծվի լիարժեք Պաղեստին պետություն։ ՄԱԿ-ի հայտնի բանաձևերին համապատասխան կրկնում եմ, ոչինչ չի փոխվի։ Պատերազմը շարունակվելու է, բոլորը դա հասկանում են, հայտարարել է Պաշտոնյան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է կարևոր դեր խաղալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում։ Թրամփն այս մասին հայտնել է հոկտեմբերի 13-ին Շարմ-էլ-Շեյխից Վաշինգտոն մեկնող ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Նրան հարգում են Ռուսաստանում, չեմ կարող խոսել Ուկրաինայի անունից, բայց Պուտինը հարգում է նրան, եւ նա իմ ընկերն է, ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։ Եղանակը առաջիկա օրերին Երևանում հոկտեմբերի 15-ից 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 15-ից 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ին կբարձրանա 5-ից 8 աստիճանով։